Այ ժողովուրդ ջան, Գյումրիում կատարվածը իհարկե սարսափելի է, բայց ոչ պակաս սարսափելի են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի պատմությունները, ծնողներ, կասեք, թե ինչ եք հասկանում ծնողական սեր ասելով, թեև ես ծնող չեմ, բայց կարծում եմ, որ ծնողական սերը ոչ այլ ինչ է, քան երեխային հասարակության համար պիտանի մարդ դարձնելն է, իսկ երբ ծնողը երեխային փոքր ժամանակից սկսում է երես տալ կամ ոչ ճիշտ դաստիարակություն ու արդյունքում նույն այդ երեխան, ասենք, կարող է հորական մեքենան փախցնի, դա սեր չէ, առավել ևս, երբ մեքենայի այսպես ասած առևանգումը երեխայի համար ունենում է կործանարար հետևանք։ Նման մի պատմություն քիչ անց կներկայացնենք, իսկ մինչ այդ ուզում եմ բոլոր ծնողներին 10,608 անգամ զգուշացնել, ձեր երեխաներին տիրություն արեք։ Գեղարքունիքում կատարվածի մասին կխոսենք տեսանյութի վերջում։ Երևի հասկացաք, որ ողբերգական ելք է ունեցել։ Հիմա տեղափոխվենք Արագածոտնի մարզ, ավելի կոնկրետ Դաշտադեմ Քարակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետր։ Նկարահանում է ու հերթական անգամ համոզվում, որ բեռնատար վարելը ամեն մարդու բան չէ էլի։ Քեզ թվում է, որ եթե գիտես գազի ու տորմուզի ոտնակների տեղը, ուրեմն ամեն ինչ օքեյ է, բայց տենց չի լինի, ինչի մեջ տասնյակ անգամ համոզվել ենք։ Ուզում եի պատկերացնել, թե ինչ կզգար հովոն, եթե այս երկաթե արգելապատնեշները հաղթահարելով հայտնվեր ձորում։ Հովո ասելով նկատի ունեմ մեքենայի մակնիշը, այլ ոչ թե վարորդին։ Վարորդը 45-ամյա Համլետն էր, որ չգիտես ինչպես հովո մակնիշի բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ կոաշրջվել։ Եթե հիմա որպես արդարացում պետքա բերի մեքենայի տեխնիկական անսարքությունը, դա եւս ապրավդանի չի, մինչև դուրս գալը ստուգեր ընկեր ջան։ Իսկ ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնց հետ այդքան էլ համամիտ չեմ, դու վարորդ չես։ Վերջ, այս երկու տարբերակներն են, ու հիմա երբ սրտացավ քաղաքացիների, արագ հասած փրկարարների ու շտապօգնության բժիշկների շնորհիվ ողջ ես մնացել, կարող ես այդ երկու տարբերակների վրա մտորես, աշխատի հնարավորինս անկեղծ լինես քեզ հետ, թե չէ կարող է այս մի փորձանքով չսահմանափակվես։ Երկրորդ կռանը պետք է գա, չէ՞։ Սենց երկար սպասեցի, մինչև այս վերամբարձր շողուլի կբերի հովոյին, բայց զուր, երկար ժամանակ հաշվարկ էին անում, որպեսի հոնքը շինելու փոխարեն աշկը չանեն։ Ես էլ հոգնած սպասելով ու հետ եկա մայրաքաղաք, որտեղ եւս թաթալաբաց վարորդների պակաս չկա։ Հեսա, խնդրեմ, կես գիշերին մոտ է, մայրաքաղաքի ուղիղ սրտում, Բաղրամյան պողոտայում, իրար են ողջագուրվում Ռենոն ու Հոնդան։ Միշտ ասել եմ ու կասեմ, Երևանում օրվա լույս ժամին արագություն կարելի է բացել միայն արագընթաց ճանապարհներին, այն էլ ոչ միշտ եւ գիշերային ժամերին, երբ մեքենատերերի հիմնական մասը նուշ 7-րդ երազն են տեսնում։ Հա, լավ, հասկացանք, ժիվոյ լեգենդ եք տեսել, բայց դրա համար պետք չէր մեքենաները այսօրը գցել։ Զանգեիք, ասեք, Գագո ջան, արի, ուզում ենք պատիվ տանք, կգայի, բայց այդ ջահելները այս ճամփեն էին ընտրել։ Տղերք, ականջներիցս լապշա չկախեք, առանց մեծ արագության հնարավոր չէր մեքենաները այսօրը գցել։ Ընդ որում, երկու մեքենաներն էլ դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին։ Դրանցից մեկը կոտրել էր նաև խաշմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսը երկաթե դարպասի մի հատված։ Քնիչ է, չէ՞ գալու։ Հա, պիտի քնիչ գա, որ լրիվ պատկերը պարզ դարձնի։ Պետք է օֆիցիալ արձանագրի, որ վթարի հետևանքով մեկ հոգու տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որ մեքենաներից մեկը հաշվառված է ՀՀ նախագահի աշխատակազմի բալանսում։ Մի խոսքով, նման վթարներին հետևող արդեն սովորական դարձած գործողությունների պոլնի կոմպլեկտ էր։ Իսկ դուք, հարգելի վարորդներ, այս դեպքից պետք է եզրակացնեք, որ անգամ այն դեպքում, երբ թվում է, թե ընդհանրապես մեքենա չկա, արագությունը պետք է վերահսկեք։ Հիմա անցնենք մատաղ սերնդի դաստիարակման գործին։ Դե իհարկե, ծնողների պարտականությունն է, բայց ահա նման պատկերներ տեսնելով հասկանում ենք, որ այդ գործում նրանք թերացել են։ Ընդ որում, ներկայացվող երկու դեպքն էլ, որից մեկը ողբերգական ավարտով,
տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզի Հնչեղ Դդմաշեն անվամբ բնակավայրում։ Այս դեպքը վթար անվանել երևի չի կարելի։ Տեսնում եք այս սպիտակ զրոյոթը։ Սրա վարորդը ոչ տարել, ոչ բերելա մեծ արագությամբ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Լադա եւ Գազ 53 մակնիշի ավտոմեքենաներին։ Լավ այլի, որ կին քննիչ է գալիս, մի քիչ փոխվում է մթնոլորտը, իսկ ինչ պետք է արձանագրեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչ քննիչը, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկը 13:30-ի սահմաններում, այսինքն չկան հարթ տարածքում նման վթարի համար օբյեկտիվ նախադրյալներ։ Նկատի ունեմ մութը, որ վթարի հետևանքով զրոյոթի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն, եւ որ վիրավոր վարորդը անչափահաս է եղել։ Երկու մեքենաներ կայանված են եղել, էլի։ Զրոյոթի վիրավոր անչափահաս վարորդի ծնողներ, ձեզ եմ դիմում։ Եթե դուք եք անձամբ ձեր սիրասուն զավակին հանձնել բանալիները, ուրեմն պետք է կրեք դրա պատասխանատվությունը, որովհետև պիտի հասկացած լինեիք, որ ձեր ժառանգը բացի նրանից, որ անչափահաս է ու չունի վարորդական իրավունքի վկայական, նաև օժտված չէ վարորդական հմտություններով։ Եթե կարող է հարթ տարածքում բախվի կայանված մեքենային, իսկ եթե փախցրել է մեքենան, նշանակում է ճիշտ դաստիարակություն չեք տվել, այսինքն երկու դեպքում էլ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է։ Այս դդմաշենում աշկիս որոշ ծնողներ շատ են երես տալիս իրենց երեխաներին։ Կատարվածից օրեր անց էլի այս գյուղում էի ու որքան էր զարմանքս, երբ տեղեկացա, որ էլի նույն խնդրով։ Ասում եմ, կարող է այս դդմաշենում դաստիարակման նոր մեթոդներ են հորինել, վրեքներս խաբար չկա։ Մակարենկոն եթե լիներ, կարող է ինչ-որ լույս սփռեր, բայց դե այդ մարդն էլ շուտ է մահացել։ Լավ, լիրիկան մի կողմ, առավել եւս, որ հեշտ լավ ավարտ չի ունեցել դդմաշենում անչափահասի մասնակցությամբ հերթական ավտովթարը։ Եվ ուրեմն 15-ամյա տղան օպելով կեսօրից կես ժամ առաջ Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 450 մետր շրջվելով հայտնվել ձորում։ Սարսափելի է անգամ պատկերացնելը, էլ ուր մնաց, եթե մեքենայում լինեիր։ Թերևս ավելորդ է ասել, որ վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ նա ամրակապված չի եղել։ 15 տարեկան տղա երեխա։ Աստվածի, սա այն դեպքն է, երբ ասում են թշնամուն չես ցանկանա, ու մինչ փրկարարները պատրաստվում էին պատգարակով երեխայի մարմինը մոտեցնել դիատարին, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, թե երեխայի հարազատները համայնքային ոստիկանության կոտայքի բաժնի ծառայողների հետ նրան երեկվանից որոնում էին։ Չգիտեմ, ես չեմ դուք եք, էլ ինչ կարող եք ասել այս դեպքի շուրջ։ Իրոք մեկնաբանություններն ավելորդ են։ Միայն կասեմ, ցավակցում ենք ծնողներին ու համբերություն մաղթում։ Հիմա Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված բեռնատարի եւ զրովեցի մասնակցությամբ ողբերգական վթարի մասին։ Այնպես ստացվեց, որ այս տեսանյութում ներկայացված դեպքերի մեծ մասի մասնակից են խորհրդային վերապրուկներն ու ռուսական արտադրության մեքենաները, ինչը խոսում է այն մասին, որ չնայած տարիներ շարունակ Հայաստան մեծ քանակությամբ մեքենաներ են ներկրվում ԱՄՆ-ից ու Ճապոնիայից, բայց միևնույնն է, հները վերջանալու մտադրություն չունեն։ Արադ քաղաքի Գրիբայդով փողոցում այս վթարը նկարելով տպավորություն ունեի, թե վերադարձել ենք 80-ական թվականներ։
Տեսնում եք հավաքվածների զարմացած դեմքերը, երևի փորձում էին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել ստեղ րոպեներ առաջ, չնայած ասեմ, որ ես օրինակ չզարմացա, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, նախ փողոցը ինքնին նեղ էր, ու այդ նեղ փողոցով երթևեկում է այս զռլաման ու հերիքա կամազի կամ զրովեցի վարորդի զգոնությունը թեկուզ մեկ վայրկյանով կտրեր կամ մի աննշան խոչընդոտ լիներ, ու այս պատկերը պատրաստ էր։ Երբ տեղեկացա, որ վթարի հետևանքով զրովեցի վարորդը տեղում մահացել էր, էլի չզարմացա, նայելով մեքենայի վիճակին այլ ելք դժվար էր կանխատեսվեր, հրաշքներ ոչ միշտ են լինում։ Հիմա իրավապահները պիտի հստակ արձանագրեն, թե ինչ է այստեղ տեղի ունեցել, դատելով մեքենաների դիրքից տպավորությունը, որ կամազի վարորդն է դուրս եկել հանդիպակաց ու թող դրա պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվելու փաստը քննիչներին չուզի։ Հարկավոր է օբյեկտիվ նախաքննություն։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Եվ վերջում հանրապետությունը ցնցած սպանությունների մասին։ Չնայած Վայ Ղազարյանը հանգամանալի ներկայացրեց հոգեբուժական ոլորտի ողբալի վիճակը, այդուհանդերձ ես էլ մի քանի բառ կասեմ, դե հիմա մարդ է, կյանքի դժվարությունները կամ առանձին դեպքերը խոր ազդեցություն են ունեցել նրա հոգեվիճակի վրա ու նրան տեղափոխել են հոգեբուժարան։ Հասկանալի է, որ տվյալ անձը չի կարող ամբողջ կյանքը հոգեբուժարանում մնա, հատկապես հիմա, թե չէ պետք է միայն հոգեբուժարաններ կառուցեն։ Դուրս է գալիս, հետո ինչ որ կառույց կա, որ պատասխանատու լինի նրա հետագա վիճակի համար։ Կասեք, տանեցիները պետք է զբաղվեն։ Իրոք լուրջ եք ասում։ Հրեն, շաբաթներ առաջ մեկը 4 հոգու սպանեց, ամիսներ առաջ էլ հոգեբուժարանում այլ հաշվառվածը սպանեց մորը։ Դրանից առաջ մեկ ուրիշը մորն ու հորը։ Լավ, անդրադառնանք կոնկրետ դեպքին։ Երբ Շիրակի քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները առավոտյան 10:50-ի սահմաններում ահազանգ են ստանում, թե Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիերկան, չեն էլ պատկերացրել, թե ինչ տեսարանի ականատեսն են լինելու։ Փրկարարների հետ մի կերպ բացելով դուռը հայտնաբերում են մահացած ամուսինների մարմինները։ Պարզից էլ պարզ էր, որ տեղի ունեցածը սպանություն էր, հաշվի առնելով դիակների վրա դանակի հարվածների հետքերը, ուստի պետք էր հասկանալ, թե ով է մարդասպանը, դրա համար երկար ժամանակ չի պահանջվում, ամբողջ թաղը գիտեր, որ նրանց որդին հոգեբուժարանում հաշվառված Նարեկը, որը մոտ 7 տարի առաջ ևս ցանկացել էր սպանել ծնողներին։ Ականատեսներն ու հարևանները պատմում էին, որ տեսել են, թե ինչպես են իրավապահները շրջապատել այդ տունը ու մտնելով ներս մոտ 10 րոպե անց Նարեկին դուրս բերեցին, ինչից հետո էլ իմացել են, թե ինչ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել ներսում, որ 63-ամյա կինն ու նրա 64-ամյա ամուսինը սպանված են։ Ասում էին, որ եթե իրավապահները մի քիչ ուշանային, էլի մարդ կարող էր սպանվել։ Չգիտեմ, էլ ինչ ասեմ ժողովուրդ ջան, էս մեր երկրում սաղ խառնվել է իրար, ինչ ասես չենք տեսնում։ Չենք տեսնում նաև էս ամենի վերջը։ Ասում եմ, չէ, որ քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած երկրին է տիրել սատանան։ Գագիկ Շամշան, Սուրանքյուն։